Քարոզարշավի երրորդ շաբաթն է, այսինքն կեսն արդեն անցել է։ Սակայն 2026-ի խորհրդարանի ընտրության քարոզարշավն աչքի է ընկել վիրավորանքներով, մեղադրանքներով, ատելության խոսքի մեծ չափաբաժնով, ձերբակալություններով, անգամ մարդկային կորուստով։ Փաշինյանի պահվածքը հարցեր է առաջացնում նաև միջազգային պարբերականների մոտ։ Ռուսական մամուլը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վարքագծին, պարբերականներից մեկը գրել է, որ Փաշինյանը կարծես աստիճանաբար կորցնում է ինքնատիրապետումը։ Հակառակ դեպքում դժվար է բացատրել նրա ագրեսիվ հանրային վարքագիծը նախընտրական քարոզարշավի ընթացքում, որն արդեն հանգեցրել է ձերբակալությունների և քրեական գործերի։ Իզվեստիան էլ գրել է, որ մինչև հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի խորհրդարանի ընտրությունը մնացել են ընդամենը օրեր։ Սակայն իրական դրաման ծավալվում է ոչ թե նախընտրական շտաբներում կամ հեռուստատեսային բանավեճերում, այն եռում է եկեղեցիներում, Երևանի մետրոյի նեղ տարածքներում և աղմկոտ բակերում, որտեղ Փաշինյանի յուրաքանչյուր խոսքը դիմավորում են ոչ թե ծափահարություններով, այլ ծանր լռությամբ։